Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է։ Հիշեցնեմ, որ այն իրականացնում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ այսօրվա հաղորդման հյուրերն են Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Թադևոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության աշխատակից Նարե Պարոնյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր այս հաղորդմանը մենք անդրադառնալու ենք առաքման ծառայություններ մատուցող ընկերություններին, որովհետև տենդենսը հետևյալն է, մարդիկ ավելի շատ գնում են առցանց առևտրին եւ բնականաբար դա կապված է առաքող ծառայությունների հետ։ Ինչն է հետաքրքիր, որ ոչ բոլորն են գոհ առաքման ծառայություններից, իսկ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զուգահեռաբար տուգանում է այդ առաքման ծառայություն մատուցող ընկերություններին։ Այ եկեք հասկանանք, սա ինչով է պայմանավորված։ Իրականում շատ ճիշտ նկատեցիք, վերջին տարիներին առաքման ոլորտը մշտապես եղել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Սա նախ եւ առաջ պայմանավորված է օնլայն հարթակների միջոցով գնումների իրականացման առնչությամբ առաքումների մեծ ծավալով։ Գաղտնիք չէ, որ COVID-19-ը մեծ փոփոխություններ բերեց մարդկանց մեծանից յուրաքանչյուրի առօրյայում, եւ այդ փոփոխություններից մեկն էլ հենց վերաբերում է օնլայն առևտրի գնումների ոլորտին։ Հենց համավարակի ժամանակ էր, երբ օնլայն գնումները հատկապես մեծ թափ ստացան, մեծ ծավալ ստացան եւ այս պայմաններում նաեւ դրա հետ զուգահեռ մեծացավ առաքման ծառայությունների պահանջարկը։ Եվ այս ոլորտը ներկայումս էլ հիմա էլ բավականին զարգացող է, շարունակում է մեծ պահանջարկ ունենալ եւ հենց սա է պատճառը, որ այս ոլորտը մշտապես մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է։ Իրականում այս ամենին զուգահեռ նաեւ բավականին շատ բողոքներ էին ստացվում։ Պետք է նշեմ, որ առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների համար, ինչպես իրականում ցանկացած այլ ընկերության համար, այդքան էլ ցանկալի չէր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնվելը, սակայն բողոքները պարբերաբար ստացվում էին, դրանք անընդհատ ստացվում էին եւ նման պայմաններում մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարտավոր էր անդրադառնալ այս բողոքներին։ Հենց համավարակի ժամանակ էլ առաջին բողոքը ստացվել էր իդեպ 2021 թվականին։ Ուստի կարող ենք ասել, որ հենց սպառողների բողոքներն էին, սպառողների ազդակներ, որ հիմք հանդիսացավ այս ոլորտում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների իրականացման համար։ Ընդհանուր առմամբ բողոքները վերաբերում էին առաքման ծառայություններ մատուցող մի քանի հիմնական ընկերությունների, խոսքը Globing, Onex, Highpost, Valperi, Spam-ընտանիք եւ մի քանի այլ ընկերությունների մասին է։ Իրականում այստեղ պետք է նշեմ, որ ի տարբերություն նշված մյուս ընկերությունների, Valperi ընկերությունը մի փոքր տարբերություն ունի։ Մասնավորապես վերջինս օնլայն գնումների խոշոր հարթակ է, որը սպառողներին առաջարկում է զանազան ապրանքներ, հագուստ, տեխնիկա, կոսմետիկա եւ այլն։ Այսինքն այս ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային հարթակ, այսպես կոչված marketplace, որտեղ վաճառողները ներկայացնում են իրենց ապրանքները, դրա միջոցով ապահովում են վաճառք։ Մյուս ընկերությունները արդեն նշված, ավելի ճիշտ կլինի ասել, որ մատուցում են այսպես կոչված միջնորդական ծառայություններ։ Այսինքն այս ընկերությունները հնարավորություն են տալիս սպառողներին, բոլոր այն դեպքերում, երբ վերջիններս գնումներ են կատարում արտերկրից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Չինաստանից եւ մի շարք այլ երկրներից, հնարավորություն են ստանում իրենց գնումը, այսպես կոչված բեռը կամ առաքանին, տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն նշված ընկերությունները չեն իրականացնում վաճառք, ապրանքներ չեն առաջարկում սպառողին, այլ միայն իրականացնում են տվյալ ապրանքների, այսպես կոչված առաքանու փոխադրումը, առաքումը Հայաստանի Հանրապետություն։ Ամփոփելով նշեմ, որ բողոքները վերաբերում էին այս ընկերությունների կողմից հիմնականում առաքման ժամկետների խախտմանը։ Իսկ հետաքրքիր է կոնկրետ ինչ բնույթի խնդիրներ են հայտնաբերվել միայն սպառողների բողոքներ, սպառողների իրավունքներն էին խախտված, թե ամեն դեպքում մրցակցային խախտումներ եւս կային։ Ինչպես նշվեց, սպառողները վերջին շրջաններում սկսել են ավելի շատ օգտվել բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների ծառայություններից, ինչի հետ կապված կարող ենք ասել, որ առաքումների ոլորտը դարձել է տնտեսության բաղկացուցիչ մասը, քանի որ թվային շուկայում մրցակցությունը կարելի է ասել ավելի թափանցիկ է այն իմաստով, որ այստեղ սպառողը կարող է համեմատել գները, կարտալ կարծիքներ եւ ընտրել լավագույն առաջարկները։ Եվ
սպառողը ընտրում է նման ծառայություններ իհարկե ոչ միայն գների կամ հարմարավետության կամ անվտանգության համար, այլև նաև արագության համար։ Ինչու, որովհետև սպառողի համար ապրանքի գնից բացի կարևոր նշանակություն ունի, որ ապրանքը, որ սպառողը որոշել է, որ գնի, նաև ճիշտ ժամանակին առաքվի։ Ուստի, երբ որ բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները կայքերում հրապարակում են կոնկրետ ժամկետներ առաքման, օրինակ, առաքումը կիրականացվի ենթադրենք 3-ից 5 աշխատանքային օրում, ապա ընկերությունները այս հրապարակման միջոցով սպառողներին, հանրությանը հասանելի են դարձնում տեղեկատվություն այն մասին, որ առաքման ժամկետները կարող են տատանվել տվյալ միջակայքում։ Մյուս կողմից սպառողը տեսնելով կամ կարտալով տվյալ հրապարակումները կարող է ընկալել, որ առաքանին կարող է ստանալ ամենաքիչը, նվազագույնը կամ ամենաշուտը 3 աշխատանքային օրում կամ ամենաշուտը կամ առավելագույնը 5 աշխատանքային օրում։ Ուստի շատ կարևոր պայման է, որ բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները առաքումներ իրականացնեն հրապարակված ժամկետներին համապատասխան, քանի որ այդ տեղեկատվությունները, այդ հրապարակումները չպետք է սպառողների համար ծուղակ լինեն, քանի որ սպառողը ի վերջո գնում կատարելու որոշումը ընդունել է հիմք ընդունելով առաքման ժամկետները։ Օրինակ, ես որպես սպառող տեսնելով տվյալ հրապարակումը կարող եմ մտածել, որ եթե նշված է 3-ից 5 օր, ապա 5-րդ օրը հաստատ կստանամ իմ առաքանին, որի հետ կապված էլ որոշում կկայացնեմ իմ գնումը կատարելու։ Եվ նման իրավիճակում հանձնաժողովը բախվեց մի շարք խնդիրների, երբ Հայաստանում գործող մի շարք բեռնափոխադրում իրականացնող ընկերություններ, ինչպիսիք են Onex-ը, Globing-ը, HiPost-ը, Pam ընտանիքը, ներկայացրել էին առաքման ավելի կարճ ժամկետներ, բայց առաքումները իրականում իրականացրել էին ավելի երկար ժամկետներում։ Ինչի առնչությամբ էլ, ինչպես նշվեց, ներկայացվեցին բողոքներ եւ հանձնաժողովը սահմանված կարգով արձագանքեց սպառողների բողոքներին, հարուցվեցին վարույթներ։ Հարուցված վարույթների շրջանակներում արձանագրվեցին մի շարք խնդիրներ տվյալ ընկերությունների վարկագծում, ներկայացնեմ դրանցից մի քանիսը եւ կարեւորը։ Մյուս կողմից էլ իրազեկենք սպառողներին իրավիճակ, որտեղ վնասվել են սպառողների շահերը, մյուս կողմից էլ ներկայացնենք իրավիճակներ, որտեղ նույն ոլորտում գործող մրցակից ընկերությունները ստացել են անհիմն մրցակցային առավելություններ։ Առաջին խնդիրը, որ ուզում եմ խոսել, դա երբ ընկերությունները առաքման ժամկետի կողքին դրել են մոտավոր նշան։ Այսինքն ընկերությունը հրապարակում է օրինակ 3-ից 5 աշխատանքային օր, այսինքն ժամկետը հրապարակվել է միջակայքի տեսքով, նշվել է նվազագույն եւ առավելագույն ժամկետներ, այս հրապարակումը ինքնին արդեն հուշում է սպառողին, որ առաքանին կամ ապրանքը կամ բեռը կարող է ստանալ ամենաշուտը 3 օրում եւ ամենաուշը 5 օրում, բայց միևնույն ժամանակ միջակայքի դիմաց օգտագործվել է մոտավոր նշան, որն իր հերթին ավելի է մոլորեցրել սպառողներին։ Իդեպ մոտավոր նշանը ընկերության կողմից հրապարակումներից մեկում դրված է եղել, օրինակ կայքում դրվել է, իսկ հավելվածում ոչ, այսինքն տվյալ դեպքում հրապարակումը իրականացվել էր հակասող ձևով։ Հաջորդ խնդիրը, որ արձանագրեցինք, դա այն էր, որ ընկերությունները իրենց կայքի գլխավոր էջերում հրապարակում էին առաքման կոնկրետ ժամկետներ, ելի նշելով նվազագույն եւ առավելագույն ժամկետները եւ մեկ այլ բաժնում, օրինակ պայմաններում եւ դրույթներում, որը գտնվում էր տվյալ կայքի մեկ այլ բաժնում, նշվում էր, որ առաքման ժամկետները կրում են պայմանական բնույթ, այսինքն նույն ծառայության, տվյալ ծառայության նույն պայմանի համար առկա էր հակասող տվյալ։ Այս դեպքում հանձնաժողովի գնահատականը այն էր, որ սպառողը չպետք է լրացուցիչ կամ հավելյալ գործողություններ կատարեր, որպեսզի բարձր առաքման ժամկետների վերաբերյալ հրապարակված տեղեկատվության իսկությունը։ Այսինքն ստացվում է, որ եթե սպառողը գլխավոր էջում կարտում էր առաքման ժամկետ 3-ից 5 օր, չէր կարող ենթադրել, որ մեկ այլ բաժնում առկա տեղեկատվությունը կարող է հակասել գլխավոր էջում առկա տեղեկատվությանը։
Հաջորդ խնդիրը դա վերաբերվում էր երկու տեսակ ծառայություններին, խոսքը Super Express եւ Express առաքման ծառայությունների մասին էր։ Ինչով էին տարբերվում այս ծառայությունները։ Super Express առաքման ծառայությունը Express առաքումից տարբերվում էր իր կարճ ժամկետով եւ կարճ ժամկետով պայմանավորված ստանում էր մրցակցային բնույթ, մրցակցային առավելություն էր ստանում այլ ընկերությունների նկատմամբ, օրինակ Super Express համար առաջարկվել էր բարձր գին պայմանով, որ առաքումը կիրականացվի ավելի արագ։ Սակայն վարույթների քննության արդյունքները ցույց տվեցին, որ որոշ առաքումներ իրականացվել են ավելի կարճ ժամկետում կամ այն նույն ժամկետներում, ինչ ժամկետներ, որ հրապարակված է եղել էքսպրես առաքման համար։ Օրինակ Սպարողը այս դեպքում ինչումն էր Սպարողի խնդիրը, որ Սպարողը կարևորելով Super Express առաքումը ժամկետի առումով վճարել էր ավելի թանկ, բայց իրականում առաքանին ստացել էր այն նույն ժամկետում, որը կստանար, եթե ընտրեր Express առաքման տեսակը եւ վճարեր ավելի ցածր գին։ Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ անդրադառնալ, դա եւ հարցը նրանում էր, թե ընկերությունները որ օրն էին հիմք ընդունում որպես առաքման սկիզբ, այսինքն որ օրվանից սկսված առաքումը համարվում էր սկսված։ Այստեղ պետք է նշեմ, որ ընկերությունները իրենց առաքման գործընթացը կատարում են հետեւյալ կերպ։ Գնորդի կողմից արտասահմանյան որևէ խանութից գնված ապրանքը նախ մուտքագրվում էր ընկերությունների արտասահմանյան պահեստ։ Արտասահմանյան պահեստ մուտքագրված ապրանքը գրանցվում էր համակարգ եւ ստանում էր հետագծելիություն կամ սպառողների շրջանում ավելի հայտնի tracking number։ Տվյալ դեպքում հաճախորդին հասանելի էր դառնում տեղեկատվություն, որ առաքումը սկսված է։ Սակայն լինում էր իրավիճակներ, երբ արտասահմանյան պահեստ մուտքագրված ապրանքը որոշակի հանգամանքներով պայմանավորված կարող էր մնալ 1 կամ մի քանի օր։ Սակայն այդ տեղեկատվության մասին որևէ տեղ հրապարակում չկար, այսինքն սպառողը տվյալ օրերի մասին տեղյակ չէր։ 1 կամ մի քանի օր ապրանքը մնալուց հետո գրանցվում էր համակարգ, ստանում էր նորից հետագծելիություն եւ սպառողի համար առաքման սկիզբը համարվում էր սկսված, բայց իրականում առաքումը ոչ թե իրականացվում էր հրապարակված 3-ից 5 օրում, իրականում առաքումը իրականացվում էր օրինակ 5-ից 7 օրում, այսինքն պահեստում մնացած օրերը մնում էին ստվերում։ Այստեղ կար մի իրավիճակ եւս, որ նույն ոլորտում գործող ավելի բարեխիղճ սուբյեկտներ, որոշները իրենց կայքերում ունեին հրապարակում, որ արտասահմանյան պահեստում բեռը կարող է մնալ օրինակ 1 օր։ Ստացվում էր կար մի իրավիճակ, որ սուբյեկտների մեկը հրապարակում էր, մյուսը ոչ, իսկ մյուսը ձեռք էր բերում մրցակցային առավելություն մյուսի նկատմամբ։ Հաջորդ խնդիրը դա հաճախ հանդիպող խնդիրն էր, երբ ընկերությունները հրապարակում էին առաքման կոնկրետ ժամկետներ, սակայն առաքումներն իրականացնում էին որոշ առաքումներ, իհարկե իրականացվում էին սահմանված ժամկետի խախտմամբ։ Ինչպես ցույց տվեցին մեր վերլուծությունները, օրինակ յուրաքանչյուր 3-րդ կամ 4-րդ պատվեր իրականացվում էր հրապարակված ժամկետներից շեղումներով։ Հետաքրքիր էր, որ ընկերությունները որպես պատճառաբանություն, որպես հիմնավորումներ ներկայացնում էին, որ ուշացումները պայմանավորված է օրինակ եղանակային պայմաններով, տոնորերով կամ մաքսային մարմնի կողմից կատարվող սովորականից տարբերվող լրացուցիչ կամ կրկնակի զննությամբ։ Այստեղ եւս մեր հետաքննությունները ցույց տվեցին, որ իրականում առաքման ավարտը իրենից ենթադրում է երկու գործընթաց։ Պայմանականորեն այն բաժանենք երկու մասի։ Առաջինը դա, երբ առաքանին ստացվում է Հայաստանի տարածք եւ ընկերության կողմից համապատասխան սպասարկման սրահ տեղակայվելուց հետո հաճախորդին ուղարկվում է ծանուցում այն մասին, որ առաքանին կամ բեռը պատրաստ է ստացման։
եւ առաքման գործընթացը այս ընկերության մասով համարվում էր ավարտված։ Երկրորդը դա ապրանքը ստացվում էր Հայաստանի տարածքում, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված ուներ լրացուցիչ կամ կրկնակի հսկողության կարիք մաքսային մարմնի կողմից։ Այս դեպքում հաճախորդը եւս ստանում էր ծանուցում, որ առաքանին գտնվում է մաքսատանը եւ առաքման գործընթացը տվյալ ընկերության կողմից համարվում էր ավարտված։ Այսինքն ամեն դեպքում մաքսային մարմնի կողմից կատարվող լրացուցիչ կամ կրկնակի հսկողությունները որևէ կերպ կապ չունեին ուշացումների հետ եւ առաքման գործընթացը ավարտվում էր այս երկու կետերից մեկով։ Իսկ ինչ վերաբերում էր եղանակային պայմանները, տոն օրերը կամ այլ հանգամանքները, որ ընկերությունները հաճախակի վկայակոչում էին, ապա այստեղ խնդիրը նրանում էր, որ չկար որևէ կարգավորում ընկերությունների կողմից կամ ավելի բարձ ասած մրցակցությունը կարգավորող ներքին փաստաթուղթ, որտեղ արտացոլված կլիներ, որ օրինակ նշված հանգամանքներով պայմանավորված արկա են որոշակի շեղումներ, որոնք կազմում են օրինակ X%։ Եվ հանձնաժողովը նշված խախտումները որակեց որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, ընկերությունները ենթարկվեցին պատասխանատվությամբ, ընկերության նկատմամբ նշանակվեց տուգանք, իդեպ տուգանքի հաշվարկը կատարվել է հանձնաժողովի կողմից ընդունված կարգի համաձայն։ Ու կարելի ասել այսքան էր մեր կողմից արձանագրված հիմնական եւ կարեւոր խնդիրները։ Իսկ ինչ արդյունքներ ունենք իրականացված բարույթների շրջանակներում հետաքրքիր է։ Նախ եւ առաջ կարևոր է ընդգծել, որ հանձնաժողովի գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում ազատ տնտեսական մրցակցության վրա հիմնված բարեխիղճ տնտեսական մրցակցային միջավայրի ապահովմանը, քանի որ ոչ բարեխիղճ մրցակցությունը ազդում է անմիջականորեն ազդում է ինչպես շուկայական տնտեսության, այնպես էլ սպառողների շահերի վրա։ Այսինքն հանձնաժողովը, որպես ինքնավար մարմին, կոչված է ապահովելու սահմանադրությամբ ամրագրված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանությունը, իսկ տնտեսական մրցակցության բնագավառում հանրային շահը ի թիվս այլնի առարկայանում է օրենսդրի կողմից այս կամ այն վարքագիծը, որոշակի վարքագիծը որպես իրավախախտում սահմանելով։ Հարկ է նկատել, որ վերջին տարիներին թե Հայաստանում եւ թե միջազգային պրակտիկայում մրցակցային օրենսդրության կարևոր ուղղություններից մեկը դարձել են կանխարգելիչ միջոցառումների գործիքների կիրառումը եւ դրանց կատարելագործումը։ Սա նշանակում է, որ մրցակցային իմպերատիվ կանոններ նախատեսելու հետ մեկտեղ մրցակցային մարմինները փորձում են կիրառել նաեւ փափուկ իրավունքի, այսպես կոչված soft law մեխանիզմներ, որոնք միտված են ապահովելու տնտեսավարող սուբյեկտների կողմից տնտեսական մրցակցության օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների պահպանմանը։ Արձանագրված խնդիրների առնչությամբ հանձնաժողովի կողմից մասնավորապես համապատասխան ստորաբաժանման եւ իրավաբանական վարչության կողմից կազմակերպվեցին աշխատանքային քննարկումներ եւ ընկերությունները եկան համագործակցության։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս համագործակցության արդյունքում ընկերությունները վերանայեցին իրենց կարգավորումները, առաքման վերաբերյալ կարգավորումներ, այսպես ասած, ավելի հստակեցրեցին, որոնք ներկայումս որպես առանձին կարգավորումներ նախատեսված են իրենց կայքեջերում։ Հիմա փորձեմ ներկայացնեմ, թե Globing, Onex, Hypost ընկերությունները որպես շուկայում խոշոր խաղացողներ, ինչպիսի կարգավորումներ են նախատեսել։ Նախ Globing ընկերությունը իր հենց կայքում նշում է, որ առաքման հրապարակված ժամկետները պայմանական են։ Globing ընկերությունը նշում է, որ բեռը ստացման պահ է համարվում, այն արտասահմանյան պահից մուտքագրելուց 2 օր հետո։ Այսինքն մինչև առաքումը սկսելը Globing ընկերությունը նախատեսում է 2 աշխատանքային օր։ Այնուհետև ընկերությունը շարունակում է եւս մեկ անգամ նշել, որ հրապարակված ժամկետները կողմնորոշիչ բնույթ ունեն եւ այդ ժամկետների համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա ընթացքում կատարված առաքումների փաստացի ժամկետը առնվազն 80% ճշգրտությամբ։ Ընդ որում ընկերությունը նշում է, որ այս ժամկետները կարող են տարբերվել կապված նոյեմբերի 10 սեզոնային ծանրաբեռնվածությամբ, պայմանավորված կապված նոյեմբերի 11-ի սևուրփաթին հաջորդող ժամանակահատվածի, չինական ուղղության դեպքում չինական ամանորը ընդգրկող ժամանակահատվածի, Լարսի անցակետը Փ կամ դժվար անցանելի լինելու, ինչպես նաև անհաղթահարելի ուժի հետ կապված հանգամանքներով։ Այսինքն ընկերությունը նախատեսում է հրապարակված առաքման ժամկետներից 20% շեղում նշված հանգամանքների հաշվառմամբ։ Ընդ որում կարևոր եմ համարում նշել, որ այս 20%-ի մեջ հիմնական մասը կազմում են մինչև 5 օր ուշացումները։
Ինչ վերաբերում է Onex ընկերությանը, ապա Onex ընկերությունը նշում է, որ բեռը համարվում է ընդունված այն արտասահմանյան համապատասխան պահեստ առաքվելուց 1 աշխատանքային օր հետո, օրվա ընթացքում ավելի ճիշտ, այսինքն Onex ընկերությունը մինչև առաքումը սկսել է նախատեսում է 1 աշխատանքային օր։ Onex ընկերությունը եւս նշում է, որ առաքման հրապարակված ժամկետները պայմանական են, դրանք նշված հանգամանքներով պայմանավորված կարող են փոփոխվել, հա, նույն հանգամանքներն են նոյեմբերի 11 Սևուրփաթ չինական ուղղության դեպքում չինական ամանոր եւ անհաղթահարելի ուժի հետ կապված հանգամանքներ, այս ընկերության համար եւս հիմք է ընդունվում նախորդ տարվա ընթացքում իրականացված առաքումների փաստացի, այսպես ասած, ժամկետը առնվազն 80% ճշգրտությամբ, այսինքն Onex ընկերությունը եւս նախատեսում է նշված հանգամանքներով պայմանավորված 20% շեղման հնարավորություն։ Onex ընկերության դեպքում էլ այդ 20%-ի մեջ հիմնական ուշացումները մոտ 3 օր են կազմում։ Կարևոր եմ համարում նշել, որ այս ընկերությունները նաև նշում են, որ այս ժամկետների հաշվարկի մեջ չեն մտնում Հայաստանի տարածքում կամ դեպի լոքեր իրականացվող առաքումները, ինչպես նաև մաքսային հսկողության համար բեռը լրացուցիչ հսկողության կամ զննության համար պահելու ժամանակահատվածը։ Ինչ վերաբերում է HiPost ընկերությանը, խոսքը բերբերհա ծառայության մասին է։ HiPost ընկերությունը նշում է, որ բեռը համարվում է ստացված այն համապատասխան արտասահմանյան պահեստ մուտքագրման օրը։ Ավարտի ժամկետ է համարվում առաքման ակնկալվող ամսաթիվը, որը ինչպես ընկերությունը նշում է, չի կարող լինել ավելի, քան կայքում հրապարակված ժամկետները։ Այս ընկերությունը եւս նշում է, որ հրապարակված ժամկետները սեզոնային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված կարող են փոփոխվել, մասնավորապես ելի նույն հանգամանքներն են, հա, Սևուրփաթ, չինական ուղղության դեպքում չինական ամանոր, անհաղթահարելի ուժի հետ կապված հանգամանքներ։ Ընկերությունը նշում է, որ իր այսպիսի ժամկետների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա ընթացքում կատարված փաստացի առաքումները առնվազն 70% ճշգրտությամբ։ Այսինքն ընկերությունը նախատեսում է 30% շեղման հնարավորություն նշված հանգամանքներով պայմանավորված։ Ընկերությունների կողմից նման կարգավորումներ նախատեսելը բավականին մեծ նշանակություն ունեցավ։ Իրականում այժմ սա հնարավորություն է տալիս սպառողներին իմանալ, հա, թե ինչպես են հաշվարկվում առաքման ժամկետները, ինչը հանուն արդարության պետք է նշեմ, որ մինչև հանձնաժողովի կողմից այս բարույթների հարուցումը ընկերությունների կողմից ապահովված չեն եղել։ Կուզեի խոսել ՊԱՄ ընտանիք ընկերության մասին, քանի որ սկզբում նշվեց, ՊԱՄ ընտանիք ընկերությունը թեև ներկայումս նման կարգավորումներ դեռևս չի նախատեսել, այդուհանդերձ հանձնաժողովի կողմից վերջինիս տրվել է հանձնարարություն, շտկել օրենքի խախտումը եւ առաքման ժամկետները համապատասխանեցնել փաստացի իրականացվող առաքման ժամկետներին եւ դրանք արտացոլել ՊԱՄ-ԵՄ կայքում առաքման ժամկետների համար նախատեսված, հա, կարգավորումների շրջանակում։ Իսկ կարող են սպառողները ակնկալել, որ առաքման ծառայությունների ոլորտում այլևս ուշացումներ չեն լինելու եւ հանձնաժողովը շարունակելու է այս ոլորտը ուսումնասիրել հետաքրքիր է։ Ուշացումներ կարծում եմ ամեն դեպքում լինելու են, անկախ ընկերության կողմից ներկայացված կարգավորումների կամ այսպես ասած խոստումների։ Այո, ընկերությունները ներկայացրել են կարգավորումներ, որոշակի կարգավորումներ, որոնք արտացոլվել են ընկերության համապատասխան կայքեջերում։ Սա, ինչպես արդեն նշեցինք, հնարավորություն է տալիս ընկերություններին ավելի ճիշտ, ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց սպասելիքները, կրճատելու կամ նվազեցնելու սպառողների դժգոհությունները, քանի որ հիմա սպառողները տեղյակ են լինելու, որ առկա է լինելու չնչին կամ որոշակի տոկոսի չափով շեղումներ, բայց իհարկե դա չի նշանակում, որ վերահսկողություն չի լինելու։ Հանձնաժողովը շարունակելու է իրականացնելու վերահսկողությունը կարող է լինել բազմակողմանի, մասնավորապես կուսումնասիրենք ընկերությունների փաստացի առաքման տևողությունները, կհամեմատենք դրանք հրապարակված առաքման ժամկետների հետ։ Իհարկե նաև ազդակ մեզ համար կարող է լինել սպառողների բողոքները, դժգոհությունները, որոնք եթե նկատենք, որ պարբերաբար բնույթ են կրելու, այսինքն շարունակական են լինելու, ապա հանձնաժողովը սահմանված կարգով անդրադառնալու է, արձագանքելու է սպառողների բողոքներին, ու եթե արձանագրվեն, որ շեղումները գերազանցել են սահմանված չափը, ապա կիրականացվի համապատասխան վարչարություն։ Սա նշանակում է, որ ընկերությունները չեն կարող հիմնվել առաքման ժամկետները սահմանափակելով իրենց կողմից ներկայացված կարգավորումները հիմք ընդունելով։ Իրականում պետք է ասեմ, որ այս կարգավորումները դեռ ամբողջական չեն, այո, աշխատանքային քննարկումների արդյունքում հիմնականում փորձել ենք կարգավորել հիմնական խնդիրները, շատ հարցեր դեռ կան, որ դուրս են մնացել եւ դրանք շարունակում են մնալ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Այսպես հանձնաժողովը փորձում է իրականացնել
ոլորտային կարգավորումներ, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս սպառողներին ավելի իրազեկ լինել ոլորտից, հնարավորություն տալու, որ սպառողները տեղեկացված լինեն օրինակ նմանատիպ ծառայությունների ընտրության հարցում։ Եվ ամփոփելով ասեմ, որ եւ սպառողները եւ մրցակից ընկերությունները կարող են դիմել ոլորտում խնդիրներ արձանագրելու դեպքում կարող են բողոք ներկայացնել կամ զանգահարել հանձնաժողովի թեժգից 060 830 840 հեռախոսահամարին եւ մի կարեւոր հանգամանք եւս ուզում եմ նշել, որ օրերս հանձնաժողովի կայքում տեղ է գտել սպառողի օգնական գործիքը, այսինքն այսուհետ սպառողները կարող են առցանց բողոք ներկայացնել արդեն տնտեսավարող սուբյեկտներին, բողոքը ստացվում է հանձնաժողովում, հանձնաժողովը այն հասցեագրում է համապատասխան ընկերությանը, բողոքի արձագանքման ժամկետը 2 շաբաթ է, այսինքն եթե 2 շաբաթվա ընթացքում պատասխան չի ստացվում, հանձնաժողովը քննարկելու է վարչարություն իրականացնելու հարցը։ Շատ շնորհակալ եմ ձեզ ժամանակ գտնելու այստեղ գտնվելու եւ հետաքրքիր ու տեղեկատու զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիո լսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում խաղի կանոնները հաղորդումներ, իսկ դուք շարունակեք լսել մեզ, որպեսզի լինեք տեղեկացված։